Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից, լավ տրամադրություն առավոտից, ջերմություն առավոտից ու ժպիտներ առավոտից։ Գարուն է, գարուն, դա նշանակում է, որ մեր տրամադրությունը էլ ավելի բարձր է։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, բարի լույս Լուսինե։ Բարի լույս Մարինա։ Սկսված է Սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը, ինչպես երեք խոստացել էինք, այսօր եւս աղջիկներով ենք, ես եւ Լուսինեն, ես Մարինա Գրեգն եմ, Լուսինե Մուրադյանին գիտեք եւ ապակուծային կողմ աշխատում են մեր գործընկերներն, ովքեր ապահովում են մեր անխափան եթերը ամբողջ հաղորդման ընթացքում։ Այո, եւ իրենց ջերմ ժպիտներով վարակում են մեզ։ Շնորհակալություն, ձեզ սրտիկներ են ուղարկում, իսկապես շատ հաճելի է եւ երջանկություն է, երբ ունես հրաշալի գործընկերներ, ամեն առավոտ մենք չենք զլանում դրա մասին կրկնել եւ իհարկե կարծում եմ օրվա լավագույն գրավականն այն է, երբ դուք լսում եք լավ խոսքեր ձեր հասցեին, ձեր սիրելիներից, այնպես որ նաեւ դուք այդպիսի բան արեք, շռայլեք ձեր մտերիմներին, հարազատներին, ջերմ խոսքեր ու ասեք, թե որքան շատ եք գնահատում եւ սիրում նրանց։ Այո, եւ շատ կարեւոր է գնալ այնտեղ, որտեղ քեզ սպասում են, թեկուզ դա աշխատավայրը լինի, սիրելի աշխատավայր, վստահ եմ, շատերս արթնանում ենք մի քիչ սրտնեղած, որ էլի շուտ ենք արթնանում, ստիպված գնում ենք աշխատանքի։ Քանիսին է արթնանում։ Դե հա, ու հիմա կան մարդիկ, ովքեր մեքենայի մեջ են, մեզ լսում են եւ ասում են, դե հա, ինչ գնալու ենք աշխատանքի, հա, էլի մինչեւ ժամը 6, բայց ձեզ սպասում են ձեր գործընկերները այնտեղ սուրճով, իմիջայլոց։ Եվ չմոռանանք, որ օրը կարող եք հաճելի դարձնել հենց դուք ձեր նախաձեռնություններով, ամեն ինչ ձեր ձեռքերում է, այնպես որ մի գնացեք ու նստեք, սպասեք, որ ինչ որ բան պիտի տեղի ունենա, այդ տեղի ունեցող իրադարձությունը ստեղծեք հենց դուք, նախաձեռնող եղեք եւ կտեսնեք, թե որքան լավ կլինի։ Համամիտ ես, չէ՞։ Իհարկե համամիտ եմ եւ քանի որ այսօր թեյի միջազգային օրն է, մենք կարող ենք թեյախմության հայկական օր, այսպես հորինել ստեղծել եւ օրինակ հիմա ճանապարհից կարող եք թեյ վերցնել կամ եթե աշխատավայրում ունեք, դուք նախաձեռնեք, ինչպես Լուսինեն ասաց, մտնում եք աշխատավայր եւ ասում եք ժողովուրդ այսօր մեզ մոտ թեյախմության օր է։ Տեսեք գաղափարներ տվեցինք ժամը 12-ին հավաքվում ենք թեյի բաժակի, այո, սեղանի շուրջ, բայց պարտադիր չի թեյ, կարող եք սուրճել։ Հիմա մարդը թեյ չի խմում։ Թեյի օրն է, լավ։ Մի աղավաղեք տոները խնդրում։ Իդեպ ասեմ, որ այսօր նաև տիեզերքի համաշխարհային օրն է եւ արի ու տես թե քեզ համար, ինձ համար էլ իհարկե, բայց կներես դու առանձնակ ես, այդտեղ Չեռնոգորիայի անկախության օրն է։ Շնորհավորեք ինձ այսօր, ընդունում եմ շնորհավորանքներ, շնորհակալ եմ շատ եւ իհարկե էլ ինչ ունենք Լուսինե։ Ուզում ես մի անգամից այսպես օրն ամփոփել։ Սկսել ենք մայիսի 21-ն է, տարվա 141-րդ օրն է, տարվա ավարտին մնացել է 224 օր։ Հիմա օրինակ Փարիզում 1904 թվականին հիմնվել է FIFA-ն, ֆուտբոլի միջազգային դաշնություն։ Շատ եմ սիրում, այդ չեմ միշտ շփոթում եմ, չեմ կողմնորոշում UEFA-ի թե FIFA-ի երաժշտություններ, soundtrack-ը շատ եմ սիրում, որ ինձ համար այնքան տարբերություն չկա, չես պատկերացնի։ Դա հիմա շատ եմ սիրում։ Այս գործ չունես, վատ բաներ են պետք չի անցկալ։ Այս սրա մասին դու կարող ես խոսել։ 2006 թվականին հենց այս օրը Չեռնոգորիայում, նույն Մոնտենեգրոյում անցկացվում է անկախության հանրաքվեն եւ փաստորեն այդ ժամանակից ի վեր մինչեւ այսօր նշում են Չեռնոգորիան, նույն Մոնտենեգրոն երկիր է հարավարևելյան Եվրոպայում, ուր դուք գնաք կսիրահարվեք։ Բայց մեզ հետ պիտի գնաք։ Այո, այստեղ հին ինֆորմացիա է, որ մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Հավայ Պոդգորիցանը ճիշտ է Պետրովաց կարծացի չէ Պոդգորիցանը Հյուսիսից սահմանակից է Սերբիային եւ Բոսնիա եւ Հերցեգովինան, արևելքից Ալբանիային եւ Կոսովոյին, իսկ արևմուտքից Խորվաթիային եւ այստեղ ինչ որ բան է գրված էլի Ադրիատիկ։ Այո, հիմա կհասկանանք միասին Ադրիատիկ ծովին, հա, դա գիտենք 2010 թվականին ստացել է Եվրամիության անդամության տեխնացու երկրի պաշտոնական կարգավիճակ եւ 2017-ից անդամագրվել է ՆԱՏՕ-ին, ինչպես գիտենք այնտեղ փոխարժեքը եվրոյով է, բայց այն չի համարվում Շենգեն զոնայի երկիր, այսինքն Շենգեն գոտի չէ։ Վիզա ձեզ հարկավոր չէ Մոնտենեգրո գնալու եւ առհասարակ ամառվա շրջանում բացարձակ վիզա հարկավոր չէ Մոնտենեգրո այցելելու համար, դա խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ իրականում մի հետաքրքիր բան կարող ենք ձեզ ասել, որ Չեռնոգորիան շատ նման է Հայաստանին, բնության տեսանկյունից սարերի երկիր է, այսպես ասենք, մեկ տարբերություն
առնչությամբ, որ այնտեղ ծով կա, եւ քանի որ կլիման համեմատաբար Հայաստանի հետ ավելի նուրբ է, ամռան տապին մենք կարող ենք տեսնել կանաչ այն պարագայում, որ մեզ մոտ արևի գիզը ճառագայթները մի քիչ վառում են կանաչը, այնտեղ այդպես չէ, եւ պատմության տեսանկյունից էլ են շատ նմանություններ կան Հայաստանի ու Չեռնոգորիայի միջև, էլի այսպես ասած հողի համար անդադար պայքար այսպես ասած հարևանների հետ էլի այսպես հետաքրքիր մի բան կա ասում են որ հայերը եւ Չեռնոգորցիք շատ նման են նաեւ հաղթական ոգի ունենալու տեսանկյունից եւ հին ժամանակներում եթե ուզում էր որևէ երկիր հաղթանակ տանել ապա անպայման զինվորագրում էր նաեւ Չեռնոգորցիների սա շատ կարեւոր ես նաեւ հիշեցի այն պատմությունները որոնք մեզ պատմում էին մեր գործընկերները Մոնտենեգրոյի մասին շատ ունեն լեգենդներ եւ հիմնականում լեգենդները կապված են իրենց արքայադստրերի հետ սիրո մասին ու միշտ ինչ որ մեկը իրեն գցում է ջուրը այո սիրուն չի դիմացել այդ տանջանքներին եւ ինչ որ մեկի համար գծվել է Ադրիատիկ ծովը ու մի օր Լուսինեին այո մեքենայի մեջ ասացի ես չեմ հասկանում այստեղ բոլորը գծվել են ծովը եւ Լուսինեն ասաց եթե մենք էլ ունենայինք ծով մեզ մոտ էլ այդպիսի լեգենդներ կլիներ դա մեզ մոտ աղթամարն է որ այսպես սպասում է փորձել է լուսավորել ճանապարհը այո մի խոսքով հետաքրքիր պատմություններ բայց չենք մոռանում նաեւ թեյի մասին էլ ավելի մանրամասն կներկայացնենք ընթացս այսօր կորոշի Մարինան թե որ երկով բացենք մեր եթերը դու ինքդ ասա թե որն ես ուզում մենք մի քանի տարբերակ ենք առանձնացրել ունենք նաև շատ հին կատարում հայք խմբից երեկվանից կարծես մեզ մոտ հետաքրքիր ինչ որ մելամաղձոտ ռիթմեր են շատերը հետ կգնան 2005 թվական բայց չենք տխրում գեղեցիկ երգ է վայելում ենք եւ վերադառնում ենք միասին այո Այսօր մտնեց առանց սիրո Ահա ձեզ մի պատմություն լուր սիրո մասին Ուր իշխում էր սիրտը միտքը լուր էր ապրում էր հոգին Սակայն ժամանակը խլեց հոգին սիրտը տարավ Մնաց միտքը բաժանեց իրարից հեռու տարավ ու նա պատմում էր Այսօր մտնեց առանց սիրո մի նոր դառնություն բերեց սրտիս ու մեկորները փշրված սիրո ուշերի տեսքով այրեցի հոգի Քեզ երազեցի ես ամբողջ գիշեր Սիրտս սոցեցին կարոտի փշեր Իմ ողջեությամբ ես քեզ տենչացի Անունը տալով օրեր լուսացրի Ուր ես սիրել հիս լույսն ես գիշերի Քեզ ամեն օր սիրելիս ուր ես Ամեն օր սիրելիս ուր ես Քեզ նոշում չում եմ Երբ բացվեց առավոտը թաց Իմ վերջին լույսը մարեց կամաց Ու ես ցավով հասկացա հանկարծ Որ են չի ապրի ինձ վերն արցած Իմ խոսքերը չհասան հոգուտ Իմ տառապանքը տարներ ադակուտ Մրուտի արցունքը սարեց հաչքի Ասպոպանք չեղավ իմ սրտի վերքի Տեսա իմ ային, տեսա քո հոգին Տեսա այն ամենը ինչ պետք էր մեր սիրո համար Թող տեսնեմ ես քո սերը, թող տեսնեմ քո ատերը Թող տեսնեմ այս ամենը, բայց ոչ չնկատել է Ու ես ապրում եմ մի կյանքով, ես հիանում եմ քեզանով Ինձ թողնում է մոռանալ այս ամենը չիմանամ Թող գնամ, հեռանամ, քո սերը մոռանամ Չիմանամ, չսպասեմ, քո ժպիտը էլ չսիրեմ Իմ լույս
Բացեցին կարոտի նշեք Ողջեությամբ ես քեզ փնչացի Անունը տալով օրեր լուսացի Խոսքերը չհասան հոգու Իմ տառապանքը տարնանոքու Արոթի արցունքը սարեց աչքիս Ուսպ պանք չեղավ Իմ սրտի վերքից Այսպես իրարից սերու ապրում ենք նրանք միասին Ես սիրում եմ քեզ խոսքերը միշտ մնում են նրանց հետ Ու գիտեմ միայն ես որ սիրում եմ միայն քեզ Ասում են ապրում են ժամանակը անցնում է Այս սիրուն արժանի մի արդիկ է դուրս գալիս Երկնքում ու վարվում լեցում սիրտը աշխարհի Ու փչում է քամին նրանք փարվում են տաք ու ջերմ Ու հիշում են խոսքերը Քեզ նոր շհնչում եմ քեզ Սուրճ ու սեր առավոտից Սուրճ ու սեր առավոտից, ինչու ոչ հաճելի հիշողություններ, մենք ընթացս նաև դիտում էինք տեսահոլովակը, այն ժամանակ որքան նորաձև էր այդ տեսահոլովակը իր այսպես կերպարներով, հագուստներով, բայց արի ու տես ոնց է ժամանակները փոխվում, տեսակ։ Այո, Լուսինա, երբ որ այսօր ճանապարհին գալիս էի քո հետևից, էլի ընկել էի հիշողությունների գիրկը եւ լսեցի Հայք եւ հայ տղեկ նոր ջահելություն երգը, ուղղակի հիմա հանրային եթերի համար համապատասխան չէ, բայց եթե դուք եք ինձպես ընկել հիշողությունների գիրկը, կարող եք լսել, իսկապես հետ գնացի 2005-2006 թվական, նոր ջահելության ժամանակն է հիմա եւ շատ Ես հիշեցի Էմի ու ում հետ էր այդ երգը Հայ տղեկ ամառը Մենք ճանապարհին լսում էինք այդ երգը Միջալոց մենք փորձում ենք հիմա ձեզ համար հետաքրքիր պլեյլիստ հավաքել մեքենայի մեջ լսելու համար բայց այդ պլեյլիստը կլսեք եթերից հետո այսինքն հիմա մի պայմանով որ լսում եք մեր ծրագիրը Այո եւ լսում եք ոչ միայն լսում եք այլև մասնակցում եք ու դիտում եք մեզ կարող եք այս պահին գտնել Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան պաշտոնական էջում որտեղ մեր լայվը գործարկված է եւ արդեն ունենք մեկնաբանություններ մեզ կարող եք լսել Երևանից FM 107.7 հաճախականությամբ եւ նաեւ կարող եք զանգահարել 553702 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն իսկ մարզերում հաճախականությունները փոխվում են մենք կանք մեզ կարող եք լսել ամբողջ աշխարհում սիրելի ռադիոլսողներ հաճախականությունը դուք գիտեք մենք սկզբից ասացինք որ այսօր թեյի օրն է շատերը հիմա կասեն ոնց դեկտեմբերին է թեյի օրը բայց արի ու տես որ ոչ դեկտեմբերին էլ կարող ենք նշել իսկ ինչու մենք դեկտեմբերին էլ չնշենք մենք նշենք իհարկե բայց այսօր թեյի միջազգային օրն է համարվում եւ օնն է այդպես որոշել թեպետ 2019 թվականի այսպես ասած դեկտեմբերին է այդ որոշումը կայացվել ամեն դեպքում դեկտեմբերին է որոշումը ամեն դեպքում ու ես գիտես ինչ հիշեցի հիմա կասեք էլի սրանք ընկան իրենց ճամփորդությունների ու հիշողությունների գիրկը բայց իրականում այդ տեղեկությունները որ բերնեբերան փոխանցվում են դրանք առավել եւս շատ կարեւոր են մենք Google հարթակի տեղը բոլորս գիտենք եւ այո կարող ենք փնտրել ու ինչ որ տեղեկություններ գտնել բայց այն իրական պատմությունները չեն փոխարինի երբեք Google-ում տեղ գտած որևէ այսպես ասած ինֆորմացիա ինձ հետ համամտես չէ ու ես հիշեցի մի հետաքրքիր դեպք Շրի Լանկայում երբ այցելել էինք թեյի պլանտացիա մի տեսակ կոնկրետ է թեյի պլանտացիաների աշխատակիցները այսպես իրենց լավ էին զգում որովհետեւ Անգլիայի թագուհին անձամբ էր եւ կարծես արքայազներ անձամբ եկել է թեյի պլանտացիա ժամանակին ու այդ թեյը ըմբոշխնել ու հավանություն տվել ու մենք հիմա ասում ենք թեյ բայց թեյի ստեղծման հետ կապված բավականին տաժանակիր աշխատանք է տարվում ինչ թեյը հայտնվում է մեզ մոտ մեր սեղանին եւ մենք ուղակի վերցնում ու վայելում ենք այո եւ մենք հիշում ենք երբ հյուրասիրության ժամանակ մեզ պատմում էին թեյերի մասին պարզվում է որ այն թեյերը որոնք մենք հատիկավոր թեյի մասին է խոսքը հա բոլորի տանը կա փաթեթիկներով որոնք մենք օգտագործում ենք դրանք ուղակի այն թեյի մնացորդներն են որոնք պետք է դեն նետվեն շատ կոպիտ եմ ասում բայց փաստ է արի ավելի ճիշտ իրենց անունը ասացինք իսկ այն փաթեթիկներով թեյերը որտեղ են ձեզ մոտ արտադրվում ասես տեսնում ես անկյունում են հատվածում շպրտած ինչ որ այսպես թեյի այդ տերևներից մնացած
ասած աղբիկը, այդ դրանք են, այսպես ասած, փաթեթավորվում, այնպես որ իմացեք, եթե դուք իսկապես թեյի սիրահարեք եւ նախընտրում եք որակյալ թեյ, երբեք փոքր փաթեթիկներով թեյ ձեռք մի բերեք։ Հետաքրքիր է, մեր ռադիոլսողները ավելի շատ թեյի սիրահարեն, թե սուրճի։ Իդեպ Շրի Լանկայում նաև մեզ ասացին, որ լավագույն թեյերից է համարվում սպիտակ թեյը, ոսկին եւ արծաթը, այնտեղ այո, արծաթ, ոսկի, սպիտակ, պլատին, արծաթ, ոսկի եւ սպիտակը։ Զիլյոնիցայ, այնպես էր, որ աշխատակիցը ուղղակի մենք հասկացանք կեսից, որ ռուսերեն չգիտի, այլ անգլերեն գրել են ռուսերեն բառերը եւ նա անգիր սովորել է ու այնպես էր ստացվել, որ ամեն բառից առաջ դ էր դնում, ինչպես անգլերենում, ընդունված տարբերակ է զիլյոնիցայ, հիշում ես, որքան հետո երբ հասկացանք, որ ուղղակի այսպես դասը լավ էր սովորել մեր աղջիկ, այնքան հաճելիքին էր իրականում։ Այլ հարցերի չէր կարողանում պատասխանել ծրագրից դուրս, այսպես համակարգչի պես, ինչ կար, ուղղակի դա էր պատասխանում, բայց իհարկե շատ հետաքրքիր փորձառություն էր, մենք նաև թեյ ենք հավաքել եւ նաև դրա մի մասնիկը դառնալը, մասնակիցը դառնալը նաև բոլորովին իդեպ նաև ասենք, որ թեյի տերևներ հավաքելը ամենաէժան աշխատուժն է, ամենաբարդ տաժանակիր թեյ պլանտացիաների տերերը հարստանում են, իսկ այդ մարդիկ կոպեկներով են այդ թեյ տերևները ու նաև կապ ունի տերևները տակից են քաղում, թե միջուկի հատվածը, ըստ դրա էլ թեյի որակը շատ փոխվում է եւ շատ մեծ կապ ունի, մենք այսպիսի փոքր գաղտնիքների ենք տիրապետում եւ ասենք նաև, որ այդ կանաչ թեյ, սպիտակ թեյ, չգիտեմ, ոսկեգույն թեյ, արծաթափայլ, սնդուսափայլ թեյ, դրանք նաև կախված են մշակման եղանակներից, թե չէ կարող է լինել նույն թեյի տերևը, ուղղակի թե որ հատվածից է վերցվում եւ ինչպես է մշակվում, սա եւս շատ կարեւոր։ Տեսակ Google-ում հաստատ այդ ինֆորմացիան չէի գտնելու։ Բայց մենք ձեզ համար հետաքրքիր փաստեր ենք առանձնացրել թեյի մասին, սակայն մինչեւ այդ ոչ պակաս կարեւոր ինֆորմացիա հայտնենք կապված ճանապարհների եւ եղանակի հետ։ Սկսենք եղանակից, բայց ուզում եմ ասել, որ այնքան հաճել է, երբ մեկնաբանություններն եմ ընթերցում եւ հասկանում, որ օրինակ Վահե Արթինյան անունով մեր օգտատերը մեզ լսում է, ասում է ոչ թե լսում եմ բնակարանես, սակայն նավին մեջ եմ։ Նավի վրայից են մեզ լսում, ինչ հաճելի է, որը հասավ այս առավոտ Մարսելիա, ֆրանսահայ նավահանգիստ եւ կխմենք թեյ։ Վահե, խնդրում ենք, եթե հնարավորություն ունեք, զանգահարեք մեզ, հիմա այս պահին հասկանանք որտեղ եք։ Դա այդ կերպ մեր շփումը ավելի անմիջական եւ զանգահարել ուղակի զուտ ամբողջ հարցն է, որ 55 37 02 010, այսպես +374 10 դուք կարող եք գրել որևէ հեռախոսահամար, որի միջոցով մենք ձեզ հետ կկարողանանք կապվել եւ մենք կկապվենք, շատ հետաքրքիր է որտեղ եք այս պահին, ինչ եք անում, ինչ եք հայտնվել այդ նավի մեջ։ Եվ կխնդրենք, որպեսզի գեղեցիկ տեսարան հիմա անմահացրեք ձեր հեռախոսով եւ մեկնաբանությունների դաշտում տեղադրեք, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ տեսարանի ներքո եք դուք վայելում այդ համեղ թեյը, ինչ թեյ եք ըմբում։ Իսկ մինչ այդ տեղեկություն եղանակի մասին եւ այսպես հանրապետության տարածքում այսօր ամսի 24-ին եւ 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Վաղը եւ մայիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի եւ մայիսի 21-ին մինչեւ 23-ը եւ 25-ին եւս Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ից 3-ը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում։ Այնպես որ եղեք ուշադիր, իսկ այս պահին էլ տեսնենք Երևանում ինչ եղանակ է, 17 աստիճան է այս պահին։ Նաև ուզում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, նաև Ստեփան-Զմինդալարց ավտոճանապարհն է բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, կուզեի նաև հասկանային խցանումների պահը, Մարինա։ Ինչպես միշտ այս ժամերին մայրաքաղաքում խցանումների աստիճանը գնահատվում է 7 բալ եւ բնականաբար դժվար անցանելի են հիմնական այն փողոցները, որոնցով մարդիկ աշխատանքի են գնում, կենտրոնական փողոցների մասին է խոսքը, Սայաթնովա Պողոտան է այս պահին դժվար անցանելի, Սայաթնովա Խանջան փողոցների հատման խաչմերուկով եւ իհարկե Խանջանը նույնպես դժվար անցանելի է։ Դժվար անցանելի է նաեւ Աթենքի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ ընթացող հատվածը, Իսակովի Պողոտան դեպի կենտրոն ընթացող հատվածը, աշխատեք շրջանցել, դժվար անցանելի է Տիգրան Մեծի Պողոտան, նաեւ Արշակունյաց Պողոտան,
Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը, որը հատվում է Արշակունյաց պողոտայի հետ եւ իդեպ այս հատվածում երկկողմանի դժվարանցանելի է, խցանումներ են արկա, Կիևյան կամուրջը, Կիևյան փողոցը, աշխատեք շրջանցել, փորձեմ անցնել երկրորդական փողոցներին, որն է սա, Աթենքի փողոցի մասին, այո, արդեն խոսեցի, ահա, մոտենում ենք, Ուր ենք մոտենում։ Կոմիտասի պողոտան երկկողմանի դժվարանցանելի է, աշխատեք շրջանցել եւ այս պահին նաեւ դժվարանցանելի է Կոմիտաս Գյուլբենկյան փողոցների հատման խաչմերուկը եւ Գյուլբենկյանը դեպի Կոմիտաս ընթացող հատվածը։ Մի խոսքով ծանրաբեռնված են Երևանի փողոցները, Բաղրամյանը դեպի կենտրոն ընթացող հատվածը, հատկապես թունելի հատվածում, բայց ինձ թվում է փոքր կենտրոնը մի քիչ ավելի թեթև վիճակում է, քան դեպի փոքր կենտրոն տանող ճանապարհները, որը մեզ ուղակի թվում է, դա մեզ ուղակի թվում է, Սարալանջը, Շարիմանյանը եւս դժվարանցանելի են, Արմենակյանը դժվարանցանելի է։ Էլ որն ասեմ, էլ որը օրվա փոխարժեքին էլ անդրադառնանք սիրելի ռադիո լսողներ, ամերիկյան $1 այսօր 384 դրամ 92 լումա է, եվրոն 432 դրամ 84 լումա է, ռուսական ռուբլին 4.7 է, վրացական լարին 140.53 է, բրիտանական ֆունտ ստերլինգը 514.37 է եւ հատուկ Տիգրանի ականջը կանչի չինական յուանը 53.31 է։ Բա հատուկ ինձ համար ինչ կա այսօր։ Չեռնագորիայի եվրոն պիտի ասենք, ասել ենք, իչանք, տենգե ունեինք, չէ։ Հա, ղազախական տենգեն օրինակ 7 եւ 5։ Էս էլ իմացար։ Քիչ անց նաև կփորձենք հասկանալ չվերթները, թռիչքներն ու ժամանումները արդյոք ժամանակին են, ժամանակից շուտ են թե ուշացումներով։ Դա էլ կփորձենք ձեզ տեղեկացնել, եթե մարդ ունեք, բարեկամներ ունեք, որոնց պիտի դիմավորեք կամ ճանապարհեք։ Եվ հիմա այս պահին կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի լսենք հերթական երաժշտական կատարումը, համամիտես։ Հա, իհարկե, ես քեզ հետո օրվա վերջում լուրջ, ինչ հաճելի է, լավ, քանի որ ունեմ սեփական կարծիք։ Մի արա։ Իմիջայլոց մեր ռադիո լսողը նավի վրա են, մեր հեռախոսահամարը մեզնից խնդրեց, ես գրել եմ արդեն, որպեսզի փորձի մեզ հետ կապ հաստատել, սա էլ է շատ հաճելի, որովհետև երբ հասկանում ես, որ հեռավոր եվրոպական հատվածներից քեզ են լսում նավի վրա ու թե են ըմբոշխնում, իսկապես փառավորվում է մեր սիրտը, մեր հոգին։ Եթե ուղիղ միացման խնդիր ունեք վահե, խնդրում եմ փոխանցեք ձեր հեռախոսահամարը, մենք WhatsApp կամ Viber հավելվածի միջոցով ձեզ հետ կապ կհաստատենք։ Եվ Գայանե Այվազ Բալյանը գրել է, այսօր թեյի օրն է, եթե ասենք, որ չայի օրն է, ուրեմն պիտի լսենք Չայկովսկի, բայց այո, եկեք Չայկովսկի չլսենք, բայց լսենք սիմֆոնիկի հետ ռենկարնացիայի լուսաբաց կատարումը, որը ինձ համար գլուխգործոց է, կարծում եմ շատերը հավանել են հենց այս տարբերակը, ոչ պակաս Չայկովսկի է։ Լսեցինք։ Լուսաբաց աչքերը բաց, որ մարդիկ տեսնեն Աստված, մոռանան մեղքերն արած, գիշերվա անցած, թող արմեն մոմերն անգած, ինչպես սրտերը մոլորված, որ փնտրում են լուսաբաց, դուրը թող կիսաբաց, լուսաբաց, բաց աչքերը մարդկան, Քեզ սպասում են սրտերը բաց, լուսաբաց, բաց աչքերը մարդկանց, Քեզ սպասում են սրտերը բաց, լուսաբաց
կանած երբ արևն ինձ երևաց ու փոխվեց ամեն ինչ չեմ հիշում ես ոչինչ տխրելու ժամանակ չունեմ շատ կիսատ երգեր ունեմ մեկ էլ մեծ էր որ եկել արևից ինձ միշտ նայում են վերևից լուսաբաց բաց աչքերը մարդկանց Ես սպասում են սրտերը բաց Լուսաբաց բաց աչքերը մարդկանց Ես սպասում են սրտերը բաց Լուսաբաց Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս 9:59 Ռոպե եւ բան չմնաց, շատ արագ հարցնենք մեր շատ սիրելի Հասմիկ Մարտիրոսյանին ռադիոլուրի մեր աննկարագրելի աննման գործընկերոջը սուրճ թե թեյ Հասմիկ Ճիշտ է հաղորդման խորագիրը սուրճն է, բայց ես թեյ եմ նախընտրում։ Այսօր թեյ միջազգային օրն է Հասմիկ ջան, բայց դե հաճաշակին ընկեր չկա հիմա թեյ փաստորեն։ Ես էլ եմ շատ սիրում թեյ իրականում։ Ես առանց սուրճ կյանք չունեմ իրականում, բայց դե հիմա կարևորը որ հաճույք ստանանք։ Մենք այսօր խոսում էինք, որ շտապեք գնալ աշխատանքի եւ անպայման նախաձեռնողը դուք եղեք, հաճելի անակնկալներ մատուցեք ձեր գործընկերներին։ Այո, այսօր օրինակ կարող եք ռադիոլուրի շրջանակում վերևում թեյախմություն կազմակերպել։ Սիրով հրավիրում ենք ամեն օր դա անում են։ Հիմա առաջարկում ենք ռադիո լսողներին ուղղել ժամացույցները եւ ծանոթանալ վերջին թարմ նորություններին։ Հայաստանում ժամը 10 է։
Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախամարոտ։ Սերգեյ Լավրովը Երևանում է, այսօր նախատեսված են մի շարք հանդիպումներ։ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ գործընկերության շրջանակում ընթացիկ եւ առաջիկա շփումների օրակարգը։ Պապիկյանն եւ Նասիրզադեն բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցության մակարդակը։ Թեմաները ընդգրկուն վարքյաններ անց։ Եվ այսպես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով Երևանում է, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին օդանավակայանում դիմավորել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Լավրովն այսօր հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցի ընթացքում հայտնել էր, որ Մոսկվան եւ Երևանը մտքեր են փոխանակելու տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ, այդ թվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման թեմաներով։ Լավրովի այցին ընդառաջ բողոք արտահայտող պաստառներ են պարզվել օդանավակայանի հարակից տարածքում։ Նշեմ, որ Սերգեյ Լավրովի նախորդ այցը Երևան 3 տարի առաջ էր, 2022 թվականի հունիսին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության շրջանակում ընթացիկ եւ առաջիկա շփումների օրակարգը եւ ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման Միրզոյանը եւ Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացման ուղղված քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում, ինչպես նաեւ եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում փոխգործակցության հարցերի։ Տեղեկացնենք, որ Երևանում անցկացվել է Եվրոպական միության, Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաք սեմինար, որի մեկնարկին ելույթ է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը կարևորել է Հայաստանում սեմինարի անցկացումը, որը ըստ Միրզոյանի վկայում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության շարունակական խորացման մասին։ Նախարարը նաեւ մանրամասներ է հայտնել նախորդ շաբաթ Տիրանայում տեղի ունեցած հանդիպումների վերաբերյալ։ Մեջբերեմ Անցյալ շաբաթ Տիրանայում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրավիրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին այցելել Բրյուսել քննարկելու թե ինչպես կարող ենք ավելի հարստացնել օրակարգը։ Ներկայումս Եվրոպական միությունը ներգրավված է Հայաստանի անվտանգային օրակարգում Եվրամիության մշտադիտարկման առաքելության տեղակայումից ի վեր եւ մենք ողջունում ենք առաքելության մանդատի երկարաձգումը։ Չնայած անցյալ տարի Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում արձանագրված շոշափելի արդյունքներին հրադադարի խախտումները ցավոք դեռ շարունակվում են, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է առաքելության կենսական դերը, կեղծ մեղադրանքների հերքման, տեղում կանխատեսելիության եւ կայունության պահպանման գործում։ Մեջբերման ավարտը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ առանձնազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Իրանցի նախարարի գլխավորած պատվիրակությունը 3 է ժամանել Երևան։ Եվս մի քանի լուր այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան, հայտնել են ներքին գործերի նախարարությունից անդրադառնալով երեխաների հնարավոր առևանգման մասին վերջին շրջանում տարածվող տեղեկություններին։ Ոստիկանությունը գնում է երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած ահազանգի հետքերով ուսումնասիրում յուրաքանչյուր տեղեկության իսկությունը, ասել է նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նույն թեմային անդրադառնալով համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանը ծնողներին հորդորել է առանց խուճապի պահպանել զգոնությունը։ Պետրոսյանը ընդգծել է նաև, որ Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Եվ համառոտ միջազգային անցուդարձի մասին Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կասկածում է, որ Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունները կհանգեն համաձայնության։ Հոգևոր առաջնորդն ասել է, որ ամերիկյան կողմը չափազանցված եւ անընդունելի պահանջներ է ներկայացնում ուրանի հարստացման հարցում։ ԱՄՆ նախագահը անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ապրիլի 12-ին Օմանի միջնորդությամբ սկսված բանակցությունների 4-րդ փուլից հետո Իրանը կարծես թե համաձայնել է գործարքի պայմաններին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է հակահրթիռային պաշտպանության համակարգ ոսկե գմբեթ ստեղծելու ծրագրերի մասին, որի ընդհանուր արժեքը կկազմի $175 միլիարդ։ 3 մայիսի 20-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը նոր համակարգը անվանել է հրթիռային վահան, հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար։ Թրամփի խոսքով նոր համակարգը կկարողանա խոցել հիպերձայնային, բալիստիկ եւ թևավոր հրթիռները։ Այն կտեղակայվի ցամաքում, ծովում եւ տիեզերքում։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ armradio.am ցտեսություն։ You dressed in Manalo Blahniks when I first met you. Now it's all about Prada and the Zeely shoes, EV suits, jeans that fit you the right way. I had you singing, I did it my way. The rain just falls and the wind just blows left and right. If you go away tonight, introduction to the Louis Vuitton, Don Juan, Teflon. 1 + 1 = 1 way. If you go away, Մեր այն սերը աշնան հովի կտանես քեզ հետ իմ տխուր հոգին երազները թող սավառնեն երկին ու տանեն վերև մեր այն սերը երազները ինձ տանեն վեր որ տեսնեմ քեզ you my other half, but I don't love you like I used to now. You're so much older now. Daddy's little girl finally grew up, looking in the mirror, who's that? They say once a good girl's gone bad, then she's gone forever. Now you're sitting there crying forever, reminiscing about the good old days, the good old ways. Do you know what the things that people say? I'm looking at your phone records. Yeah, it's 2 in the morning, who you talking to? I'm just asking. A month goes by, you remove my name from your skin. What happened? Were you just plain sick of everything? Dark clouds and the rain's pouring. Yeah, I'm living my life, I'm straight hustling, playing life on my days long. While you're sitting there singing the sad songs, if you go away. Տանես քեզ հետ իմ տխուր հոգին երազները դու սավառնեն երկինք ու տանեն վեր մեր այն սերը եթե դու գնաս գարնան զովի տանես քեզ հետ իմ տխուր հոգին երազները դու սավառնեն երկինք ու տանեն վեր մեր այն սերը երազները ինձ տանեն If you go away, Ինչ տխուր է մարած քեզ Ետարի ուսերդ պես Եթե դու գնաս ամարվա շոքին Կտանես քեզ հետ իմ տխուր հոգին Երազները թող սավառնեն երկին ու տանեն վերև մեր այն սերը Եթե դու գնաս աշնան հովի Կտանես քեզ հետ իմ տխուր հոգին Երազները թող սավառնեն երկին ու տանեն վերև մեր այն սերը
գնաս ամառվա շոքին, կտանեմ քեզ հետ իմ տխուր հոգին։ Բրավո, դուք ադամանդ եք։ Շնորհակալություն, ես մտածում եմ, թե զմրուխտ ես ասելու, բայց ինչևէ։ Սա գիտես ինչի արդյունքն է, որ ես մեկ բաժակ սուրճ եմ ըմբոշխնում եւ կարողացել եմ էներգիա հավաքել։ Օրինակ թեյի պարագայում ես ավելի շատ քունը ստանում է երբ։ Ոչ, հակառակը, գիտեմ, կոֆեինը այնտեղ շատ է։ Այո, որ թեյի մեջ կոֆեինն ավելի շատ է եւ եթե մենք հաճախ երեկոյան որոշում ենք սուրճի փոխարեն թեյ խմել, որ հանգիստ լավ քնենք, հակառակը ավելի սթափ ենք դառնում եւ ավելի դժվար է դառնում քնելը։ Մի քանի հետաքրքիր փաստ թեյի մասին։ Լավ։ Ասում են, իսկ դուք գիտեք, որ իրականում կանաչ եւ սև թեյերը նույն բույսի տերևներն են, ինչի մասին այո մենք խոսում ենք եւ նրանց տարբերությունը միայն մշակման մեջ է, այսինքն բաց թողնելով մշակման փուլերից մեկը ֆերմենտացիան մենք ստանում ենք կանաչ թեյ, իսկ կարմիր, սպիտակ դեղին թեյերի դեպքում ֆերմենտացիան տեղի է ունենում մասամբ։ Եվ կան բազմաթիվ հետաքրքիր եւ տարօրինակ փաստեր թեյի մասին։ Օրինակ, նախկինում կային թեյասերներ, որոնք օգտագործում էին աղ թեյի մեջ, այլ ոչ թե շաքարավազ աղը, մինչև օրս երբեմն թեյի մեջ օգտագործվում է Տիբեթում, հետաքրքիր տարբերակ է, բայց ինչ է այն տալիս։ Դե չմոռանանք, որ Հնդկաստանում էլ թեյը առանց կաթ չեն խմում, այսինքն կաթը թեյով էլի չեն պատկերացնում եւ կոճապղպեղը մեկ-մեկ լինում է, որ շատ է լինում, կծուն շատ է։ Երկրագնդի վրա ըմպում են ավելի քան 2 միլիոն բաժակ թեյ 1 վայրկյանում։ Երբ թեյը դեռ նոր էր հայտնվել Եվրոպայում, շատերը չգիտեին, թե ինչպես պետք է այն օգտագործել եւ անգամ թագավորական ընդունելություններից մեկի ժամանակ թեյի տերևներից պատրաստեցին ոչ ավել ոչ պակաս գուշակիր։ Թեյի տերևներից ինչ կարող են պատրաստել, եթե չգիտեն ինչի համար է այն։ Հագուց։ Չէ, ուտելիք։ Ուտելիք, տոլմա։ Աղցան։ Աղցանը շատ մեծ հաճույքով կերան, չնայած այն հանգամանքին, որ այն նախատեսված չէր ուտելու համար։ Հա, էլի, ինչ մի։ Պատկերացնում եք, քանի գիշեր չեն քնել։ Ինչի աղցան է, թեյի տերևները։ Իմիջայլոց գիտեիր, որ թեյի տերևները կարող են կանխատեսել ապագան։ Վայ։ Բախտ է, հա։ Որոշ մշակույթներում մարդիկ օգտագործում են թեյի տերևները գուշակության համար։ Այդ պրակտիկան կոչվում է տասեոմանսիա։ Ինչ տասեոմանսիա։ Տանսեոմանսիա։ Ղազախական տենգեի նման ինչ որ արտահայտություն։ Տասիոգրաֆի է, այդտենց ինչ որ։ Ֆրանսիայում 17-րդ դարում թեյին օգտագործում էին ծխախոտի պես, թաթախելով այն կոնյակի մեջ, ինչը հաղորդում էր ավելի ուժեղ բուրմունք ծխախոտին։ Կարծում եք այսքանով սահմանափակվում էին թեյի օգտագործման առումով։ Իհարկե ոչ, թեյի մոխիրը նաև ատամների սպիտակեցման համար էր։ Խորհուրդ չի տրվում փորձել տան պայմաններում, հարգելի ռադիոլսողներ։ Ինչու՞։ Դե հիմա մարդ ես, մեկ էլ կանաչի սևանա, չկարողանաք տակից դուրս գալ։ Իսկ դու գիտեիր, որ Չինաստանում սև թեյին կարմիր թեյ են ասում։ Ինչու։ Չգիտեմ ինչու, բայց ասում են, որ թեյը կարող է կարմիր լինել, Չինաստանում սև թեյը կոչվում է կարմիր թեյ, համապատասխանեցնելով հեղուկի գույնին, մինչդեռ արևմուտքում կարմիր թեյը սովորաբար նկատի ունի ռոյբուշը, որն իրականում թեյի բույսից չէ։ Իսկ դու գիտեիր, որ կար ժամանակ, երբ թեյը տակից էին վաճառում։ Աստվածի, այդպիսի բաներ էլ է եղել։ Անգլիայում սկզբնական շրջանում գաղտնի էր ներմուծվում եւ վաճառվում էր միայն հատուկ փակ սրճարաններում, որտեղ կանանց մուտքը իդեպ արգելվում էր։ Իսկական սերային խտրականություն, այո։ Եվ թեյի արժեքը կարող է լինել շատ անկանխատեսելի, տարբեր շատ թանկ թեյեր էլ կան։ 1 միլիոն 1 կիլոգրամի համար եւ այն ունի առողջարար հատկություններ, չնշենք թե որ թեյի մասին է էլի։ Փոխարենը զանգ ունենք, չէ՞։ Այո, եւ ասում ենք բարի լույս մեր ռադիոլսողին։ Ալո, բարև ձեզ։ Ուրեմն ես Մանուշա Կուստյանն եմ։ Շատ հաճելի է։ Գիտես ինչի արտանն եմ Մանուշ, այսինքն միացնում եմ ձեզ, բառն եմ Մանուշակ։ Ինչ հաճելի է։ Վայելում եմ թեյս ուղիղ 1 լիտր։ Այդքան շատ։ Օրվան ընթացքում։ Ահա։ Շատ համով եք, շատ լավն եք։ Դուք չգիտեմ ինչի ամեն օր նշում եք բժշկի, հոգեբանի, ուսուցչի, բայց այդ ամեն ինչը մի բառի մեջ է, ռադիո։ Ինչ հաճելի է։ Իմ նմանները շատ են, որ կմիանան ես իմ ասածին, ու հաստատ չեն սխալվի դրանում։ Շնորհակալ ենք։ Մենք ձեզ սրտիկ ենք ուղարկում, որ ամեն օր մեզ այսպես սիրուն օրեր եք պատմում։ Շնորհակալ ենք Տիկին Մանուշակ, իսկ թեյի մասին խոսեցիք, ինչ թեյ եք խմում, սև, կանաչ։ Որը խմում եմ նանան, Ահա։ որը արդեն այնքան խիտ, այնքան շատ եմ խմել իրան, որ շատ խիտ եմ խմում ու
շատ հաճելի զգացողություն է տալիս։ Չեք վատանում, կոֆեինը թեյի մեջ իրականում շատ է, իսկ դուք բավականին շատ չափաբաժնվել եք։ Ճշում կարամ որպես խորհուրդ մյուսներին ասել։ Ես չեմ խմում ճշմանդեղ, որը խմում եի ամեն օր, իսկ հիմա երբ որ խմում եմ նանան, չեմ խմում ճշմանդեղը։ Մի կարևոր հանգամանք էլ ֆիքսենք, որ թեյի հետ շաքարավազ չեք խառնում։ Ընդհանրապես առանց շաքարավազի մատներ խոսքը։ Այո։ Շնորհակալ ենք, շատ հաճելի է ձեզ սրտիկներ ենք ուղարկում։ Ձեզ լավոր ենք մաղթում, շնորհակալ ենք։ Ինչ հաճելի էր։ 55-3702 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է։ Ես առաջարկում եմ, եթե այս պահին ունենք զանգ եւս մեկ զանգ ընդունենք, եթե չունենք, լսենք երգ եւ արդեն վերադառնանք ու դիմավորենք մեր հյուրին։ Մնացեք մեզ հետ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ, սեր, լավ տրամադրություն, ջերմություն առավոտից հանրայինի ուղիղ եթերում։ Բայց ասա լավն է, լավ իմաստով նկատի ունեմ։ Այսօր խոսում ենք թեյի մասին, բայց ոչ պակաս կարևոր է նաև սուրճը, որը մեր սեղանին է առավոտից, որովհետև դուք լսում եք սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագիծը եւ այսօր փորձել ենք այսպես միքսել երկու թեմաները։ Այդ առիթով մենք հյուրընկալել ենք Coffee-in ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Ծիլաթ Հանկուկյանին։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ եւ ամենա երևի թե շաբլոն հարցը սուրճով եք սկսում առավոտը թեթեյով։ Սուրճով։ Սուրճը մեզնից, չէ, սերը մեզնից, սուրճը ձեզնից։ Միշտ այդպես ենք, չէ՞, պայմանավորվել սիրելի ռադիոլսողներ, այդուհանդերձ սուրճ։ Բայց ես որքան գիտեմ, ավելի շատ ձեր տարածաշրջանում, հա, այսպես ասած, ընդունված է թեյը, ճիշտ եմ, թե ոչ։ Այո։ Ահա Արաբների մոդա թեյը շատ ընդունված, իրանք այսպես թեյնիկը դնում են առավոտից մինչև գիշեր անընդհատ թեյ են խմում, հատկապես դաքին ամենաամարվա շոկին իրանք թեյը իրանց այսինքն դենց կոպիտ ասած շոկից պաշտպանում է։ Զովացնող միակ միջոց։ Տատիկս էլ միշտ շոկ եղանակին թեյ էր խմում, ասում էի չես շոքում, ասում էր ոչ դա հակառակը բալանսի է բերում օրգանիզմը։ Մարմնի ջերմաստիճանը հավասարեցնում է օդի ջերմաստիճանը
Սիրիայում եւ սկսում ես ճշոկել։ Բա ոնց է ստացվել, որ դուք մեծանալով այդ միջավայրում, այսպես ասած, Սիրիայում այդուհանդերձ նախընտրում եք սուրճը, ոչ թե թեյը։ Սուրճի սերը իմ մոտ տարիների ընթացքին առաջացավ, երբ որ ես Հայաստան տեղափոխվեցի, աշխատեցի սուրճի արտադրամասում երկար տարիներ, այնտեղ երբ արդեն սուրճի մշակույթը ավելի մոտիկից ուսումնասիրեցի, սկսեցի սերը, այսինքն սուրճի հանդեպ ավելի, այսպես ասած, մեծացավ ու գնալով ավելի սկսեցի սուրճը սիրել։ Թեյել եմ սիրում, բայց սուրճն եմ նախընտրում։ Առավոտի հետ աչքերս բացում եմ, միանգամից օրս սկսվում է մեկ բաժակ սուրճով։ Շատ նման ենք իրար։ Միջանցի դառնով ես ընդհանրապես կախվածություններ չունեմ, միակ բանը, որից կախում ունեմ, դա սուրճն է։ Ու իդեպ հետաքրքիր մի բան, մենք չունենք, չէ, սուրճի պլանտացիաներ եւ այլն, բայց մենք անվանում ենք հայկական սուրճ։ Մենք ուր գնում ենք անվանում ենք հայկական սուրճ, Հունաստանում էլ այն նույն սև սուրճը, որ կա, գրված է հունական սուրճ, այդքան ծանր չենք տանում, բայց երբ որ ասում են օրինակ ուրիշը հարևան երկրի ոչ դա հայկական է, բայց հետաքրքիր որ թեյի հետ կապված չունենք նման բողոքներ նախատեսում։ Երևի թե պայմանավորված է նրանով, որ մենք ավելի շատ հայերս նախընտրում ենք սուրճ խմել, չէ՞, հիմնական տարածվածությունը սուրճն է։ Այո։ Մեր հաճախորդներից էլ դա հասկացել եմ, որ մեծ տոկոսը սուրճն է, թեյը ավելի քիչ տոկոսն է կազմում։ Այո, դա է ուզում հարցնել, մերոնք փաստորեն ավելի շատ սուրճ են գնում եւ ոչ թե թեյ, չնայած որ թեյերի բազմազանությունը այսպես իսկապես շատ է թեյը։ Իսկ դուք ինքներդ, եթե թեյ պիտի խմեք, ապա ինչ տեսակի թեյ եք ավելի շատ նախընտրում։ Ես սիրում եմ սև, այսպես շատ համերով, հատապտուղներով, հավելումներով, ոչ առողջարար թեյ։ Մենք եթերի ժամանակ խոսում էինք, որ երբ Շրի Լանկայում էինք ու թեյի պլանտացիայում էինք ու հարցրեցինք փաթեթիկներով թեյերը որտեղ են, ասացա այն գետնի հավաքածը լցնում ենք փաթեթիկների մեջ, այն որ ու ասացին երբեք մի գնեք փոքր փաթեթիկներով թեյերը, դուք եւս այդ ջատագովն եք։ Այո, մեր հաճախորդներն էլ ունենք հadoop հաճախորդներ, որոնք իրանք այդ փաթեթով չեն վերցում, դրա համար մենք ներմուծել ենք փոքրիկ փաթեթիկներ, որոնց մեջ մենք լցնում ենք մեր թեյերը եւ այդպես իրանց տալիս ենք։ Այդ ուրիշ բան։ Գիտես, որ այսպես ասած տակի մնացորդները չեն, էլի, այս շատ եւս կարևոր է։ Այնուամենայնիվ հայ սպառողը ինչ թեյ է ավելի շատ նախընտրում։ Շատ տարբեր են, հայկական խոդապույսերով թեյի բանջարքն էլ շատ մեծ է ու գնալով դա ի ուրախություն մեզ ժողովրդի մեջ շատ այդ բանջարքը մեծացավ, որովհետև կարծում եմ հայկական թեյ արտադրողները շատացան, սիրուն փաթեթներով եւ շատ հadoop ձևով մատուցվում է հայկական թեյը եւ ունենք շատ հաճախորդներ, որոնք սիրում են իսկական մաքուր թեյ առանց որևէ մեկ հավելումներու, առանց համերի, առանց հոդերի։ Դրա բանջարքն էլ գնալով մեծանում է, դրա համար մենք ունենք sense հadoop մի քիչ ավելի որակով թեյեր, որ ներմուծվում են հենց Շրի Լանկայից, իրանք ընդհանրապես ոչ մի համ մեջը չունեն։ Մեր հավաքած թեյերն են։ Մենք թեյեր ենք հավաքել, այդտեղ տանջվել ենք իրականում, բավականին բարդ գործընթաց է, այսպես մենք խմում ենք այդ թեյը, վայելում ենք, բայց մեջ այսպես ուսապարկ ես դնում։ Ու երբ հոդը քաշում եք, զգում եք sense հենց թեյի հոդը, ոչ մի ուրիշ տենց համի հոդեր չի գալի։ Դե այդ բույրի մասին խոսեցիք, ես հիշում եմ, որ տարբեր հավելումներով, համերով թեյեր կան, հիմա ինչ թիթիզ թեյ ասես, կա, չգիտեմ, կոնյակի, սուրճի, համով թեյ, շոկոլադի, կարամելի, տարբեր եւ մենք այդ գայթակղությանը շատ հաճախ չենք դիմանում եւ հենց այդպիսի թեյ ենք ընտրում, բայց արդյոք դա պակաս օգտակար է, քան մյուսները եւ այդտեղ արհեստականը շատ է։ Ինձ թվում է չեմ կարդում, բայց ամեն դեպքում ինքը հավելումներ կա, այսինքն այդ եսի ինչ բանը չի, որ էդի խմես շատ վնաս է, բայց այնուամենայնիվ ամենալավը երևի տենց մաքուր։ Իդեպ արաբները, որ մի քիչ առաջ նշում ենք, իրանք միայն այսքան թեյի տեսականի կա, իրանք միայն մեկ տեսակ թեյ են խմում, սև, թունդ եւ դարչին մեխակով։ Սա իրան տարիների, այսինքն չեն հոգնում, նույն թեյը անընդհատ խմում են։ Իսկ ինչ է նրանց սեղանին դրված թեյի հետ հետաքրքիր է։
Ոչ մի բան, թեյ, շաքար։ Միայն թեյ ու վերջ։ Այ շաքարավազը, բայց դա վնասակար է, չէ։ Հա, շատ են լսում, այսինքն եւ սետ փոքրիկ բաժակներով են խմում թեյը, թափանցիկ, ոչ թե այսպես մեր նման մեծ, եւ երևի ամեն մի փոքրիկ բաժակի մեջ 2 գթալ շաքարավազ են ավելացնում։ Օй, Ես սիրում եմ թեյի հետ հենց շաքարը, քառակուսի, հենց պապիկները հաճախ որ օգտագործում են։ ես չէ, ես ընդհանրապես հրաժարվել եմ շաքարավազից ու տարատեսակ, ես նույնիսկ սուրճը թեյը խմում եմ դառը, որպեսզի զգամ ամբողջական համը։ Մենք խոսեցինք տարբեր երկրների թեյերի մասին, բայց չմոռանանք, որ Հայաստանում էլ բազմաթիվ լավ մեր սարի թեյերն ունենք, մեր բույսերից հավաքածուներ ունենք, որոնք եւս շատ առողջարար են ու հաճախ երբ գնում ենք որևէ տեղ նկատել եմ անկախ մեզնից մեր հայկական թեյերն ենք նախընտրում ու փառք Աստծո այսօր ունենք բազմաթիվ, այսպես ասած, փոքր ընկերություններ, որոնք ամեն ինչ անում են, որ հայկական թեյը եւս ռոպագանդվի ու լայն տարածում ունենա։ Այո։ Դա շատ կարևոր է, այո։ Իրականում բավականին բարդ գործընթաց է, պետք է գնահատենք նաև այն մարդկանց աշխատանքը, ովքեր չարչարվում են, որպեսզի մենք այդ մի պահը վայելենք ու այդ համեղ թեյը խմենք։ Այդուհանդերձ թեյի օրն է, բայց չենք մոռանում, որ թեյի անբաժան ասում ես Արուսն էլ հետս է, հիմա այս պարագայում Արուսը սուրճն է, թեյի կողքը, մենք գիտենք, որ նաև կան սուրճի բազմաթիվ տեսակներ, Հայաստանում ավելի շատ ինչ սուրճ են նախընտրում։ Առաջ ակնհայտ ավելի ռոբուստան էին խմում, բայց հիմա կնալով մենք զգում ենք ինչքան արաբիկայի հանդեպ էլ բանջարկը եւ սերը մեծ։ Այո, իրականում դա շատ է մեզ ուրախացնում, որովհետեւ միշտ ես անձամբ միշտ համոզում եմ, հորդորում եմ հաճախորդներին, որ թեկուզ եթե ոչ մաքուր արաբիկա, ռոբուստայի հետ խառնեն մի քիչ արաբիկա, որտեվ իսկական սուրճի համը հոտը ըստ ինձ արաբիկայի մեջ է։ Իսկ դրսում արդեն ուրիշ երկրներում ռոբուստան գնալով արդեն չեզոքանում է կոպիտ ասած չկա։ Վերջերս ես Դուբայում գնացի սուրճի մեծ ֆեստիվալ գար, երևի 2 թե 3 տեղ ռոբուստա եմ նկատել, բոլոր արաբիկաները։ Ասում են թե շատ շուտով սուրճի եւ թեյի գները շատ են բարձրանալու, որովհետեւ կարծես թե սուրճի կրիզիս է նկատվում ամբողջ աշխարհում։ Իսկ մենք հայերս առանց սուրճ չենք կարող պատկերացնել նաեւ մեր ջերմզրույցները, որոնք ինչ որ չափ նաեւ օգնում են եւ փոխարինում հոգեբանի աշխատանքին։ Ես պատկերացրի են առավոտյան հարևանուհին խալաթով այսպես ջազվեն ձեռքը, այն որ բաժակներով գնում են մյուս հարևանուհուտուն սուրճի շորտ զրուցելու։ Ֆիքսիր թե որքան հետաքրքիր են դառնում նաեւ ճամփորդությունների ժամանակ, երբ հավաքվում ես մեկի սենյակում ու սուրճ ես խմում, այդ էմոցիաներով ես կիսվում, չէ՞ որ այդ սուրճը ավելի մտերմացնում է կամ թեյը։ Այդ ընդամենը պատերվակ է, որպեսզի մարդիկ շփվեն իրար հետ։ Եվ այս ժամանակակից աշխարհում երբ կա ամեն ինչ եւ հնարավորություն, իդեպ հայկական սուրճի մասին խոսեցինք, հիմա երբ կան այդ տարատեսակ ապարատները սուրճի, տարատեսակ սուրճ մատուցելու գայթակղությամբ, օրինակ, երբ գնում ենք ինչ որ այլ երկիր, քույրիկս պարտադիր իր հետ վերցնում է սև սուրճը հայկական եւ ասում է ես իմ ջազվեն ինձ հետ կտանեմ եւ սենյակում ստեղծում է այդ արարողությունը, այո, եւ երբ Մարինայի քույրիկը մեզ հետ է ճամփորդում, ենք կարող ենք չմտածել մեզ հետ սուրճ վերցնելու մասին, որովհետեւ այդ ամեն ինչի մասին հոգում է նաև Մարինայի քույրիկը եւ մենք ունենք զանգ, լսենք ռադիո լսողին։ Բարև ձեզ։ Բարև Լուսինե ջան։ Բարև ձեզ։ Այսինքն բոլորիդ։ Շնորհակալություն ձեզ։ Քանի որ ես ասեցի, որ ռոբոստան խառնում են արաբիկայի հետ։ Այո։ Ես երկար տարիներ այդպես եմ խմել։ Դուք եք նանայով, աղծով եւ Ահմեդ, հիմնականում Ահմեդ։ Գովազդներ եթերում։ Ուղղակի, որտեվ ես առաջ անգամ արաբիկա եւ ռոսուզա պահանջեցի, մի տեքստած զարմացած նայեց, աղացողը, ես շնորհակալ եմ դրա համար, որ ասեց։ Պաստորեն տրենդը ձեզնից է սկսվել միքսելու։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Մենք կարճատև դադար ունենք գովազդային, այնուհետև կվերադառնանք եւ կշարունակենք մեր զրույցը։
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից, սուրճի սեղանի եւ թեյի սեղանի շուրջ հաճելի զրույց առավոտից ելի ռադիո լսողներ խոսում էինք, որ այո սուրճն ու թեյը մոտեցնում, մտերմացնում են եւ ավելի ջերմ զրույցներ են լինում, ինչպես մեր եթերում է հիմա։ Եվ դու խոսում ես այն մասին, որ կարծես թե սուրճի գինը բարձրանալու է։ Սոսա։ Սարսափում եմ բարձրացել է, թանկացել է իրական բավականին բարձրացել է, մոտավոր 30% արդեն բարձրացել է եւ չգիտեմ, ասում են թե ավելի է բարձրանալու, որովհետեւ պահանջարկը շատ է եւ սուրճի բերքը այդքան լավ չի։ Այսինքն այս վերջին մանավանդ Բրազիլիում, դե Բրազիլիա գոմ որոշվում է ամեն ինչը, բերքը շատ վատ էր, քիչ էր, դրա համար էլ այսպես առաջացավ սուրճի մեծ պահանջարկ։ Գնալով, գիտեք, սուրճի մարքեթինգն էլ այդքան շատ են վերջերս ստանում, առաջ այսքան մարդ այսքան սուրճ չեր խմում, ոչ թե միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում, չգիտեմ վերջին չհասնելու, վերջերս մի հատ մեկը ասում էր, որ գնալով, այսինքն ստացվելու է այնպես, որ մի բաժակ սուրճը ուիսկի գնիրալիներու հույսով եմ դա մենք չենք տեսնի։ Ես լավ գաղափար ունեմ, քանի որ մենք ճկուն ժողովուրդ ենք, քարից հաց ստեղծող ժողովուրդ ենք, քանի կարող եք սուրճը բերեք, այստեղ աճացրեք, տարբերակներ մշակեք, սուրճը աճացրեք եւ դուք արտահանեք, իզուր ենք ասում հայկական սուրճ, բարդարացնենք այդ հայկականը։ Շատ կարևոր մի բան, հիմիկվանից արդեն հասկանալով խմեք, հարգելի ռադիո լսողներ, քիչ։ Մարինա, արի այդ բիզնեսը սկսենք եւ ստեղծենք հայկական սուրճ։ Իսկ ինչու մենք այդ բիզնեսը չստեղծենք։ Բիզնեսի մասին մենք իհարկե սուրճ չենք արտադրում, թեյ չենք արտադրում, բայց ունենք բիզնեսներ։ Արդյոք այսօր Հայաստանում կա մրցակցություն շուկայում։ Այո, էլ ինչ բավականին մեծ մրցակցություն։ Առողջ մրցակցություն է։ Առողջ մրցակցություն է, սուրճի մշակույթը շատ զարգացել է այս վերջին մի քանի տարում, ինչի համար մենք շատ ուրախ ենք, բայց գնալով, այսինքն մրցակցությունն էլ է շատ դժվար լինում, որպես բիզնես, դու եթե սուրճով ես զբաղվում եւ մի քանի ամիս դու չստեղծագործեցիր, նորություններ, փոփոխություններ չմտցրեցիր, արդեն այստեղ վտանգավոր շեմին ես, պետքա ճիշտ մրցակցել։ Դա բերում է առողջ մրցակցության եւ բերում է ավելի շատ, այսպես ասած, միշտ ձգտումի։ Ահա։ Հետաքրքիր։ Ու ես հիշում եմ, որ տարիներ առաջ նաեւ սուրճի եւ թեյի հետ կապված միջոցառումներ էին տեղի ունենում, կարծեմ հենց թեյի օրներ, թե սուրճի միջազգային օրներ, թեյի ֆեստեր լինում։ Հիմա կա։ Այո, միջև հիմա դարին մի անգամ լինում է, այո, Seasons IQ-ում նոր հոկտեմբերի մեկնարկեց։ Հետաքրքիր էր շատ։ Բոլոր սուրճի եւ թեյի արտադրողներ այնտեղ են լինում, բոլորը իրար ով մույսին չի ճանաչում, ծանոթանում են, մարդիկ գալիս են, փորձում են տեղում, հետաքրքիր միջավայր։ Հայաստանում մի լավ բան եմ նկատել, որ փոքր է տարածքը, բիզնեսմենները այսպես առողջ հետաքրքիր լավ մրցակցություն կա էլի։ Ու ճանաչում են բոլորը իրար եւ ես նկատել եմ նաեւ շփվելով բիզնեսմենների հետ, ասում են ամեն մեկն ունի իր հաճախորդը եւ ամեն մեկս տարբերակներ են։ Այնքան հաճելի է լսել այդ առողջ մրցակցության մասին։ Նաև մի կարևոր բան եմ նկատել, որ սրճարաններն են փորձում ինչ որ իրենց գույնը տալ սուրճին կամ թեյին, որպեսզի այդպես ավելի հաճախորդներ ունենան, ասում են մենք մեր թեյն ունենք, եկեք դուք ուրիշ տեղ այդ թեյից չեք խմի։ Դա էլ ենք նկատում, չէ՞։ Այո, ինչպես մենք օրինակ մենք ունենք մեր այսպես ասած take away սուրճերի հենց մեր միքսը, դա կոչվում է մեր անունով, մեր խանութի անունով։ Քեզ հետ վերցրու սուրճը եւ պտտվիր ու շրջիր, սա էլ է շատ լավ տարբերակ։ Ես լիահույս եմ, որ այդ տարբերակները, քեզ հետ վերցնելու տարբերակները շատ կզարգանան ու կընդլայնվեն մարզերում, որովհետև եթե մենք խոսում ենք զբոսաշրջության զարգացման մասին, շատ կարևոր է նաև հարմարավետությունը։ Մենք օրինակ Հնդկաստանում զարմացել էինք, որովհետև փոքրիկ ուղակի այսպես թեյ պիտի խմեինք մեկ բաժակ, դա այնպիսի գեղեցիկ արարողությամբ վերածեցին, մենք նավակների վրա հայտնվեցինք, նավակների վրա սկսեցին պատրաստել այդ թեյը, ընդամենը Հայաստանում կարող են այդ բաժակով թեյ բերել եւ մեզ հրամցնել ու վերջ այդքանով ավարտվել ամեն ինչ, բայց ինչ արեցին նրանք մի գեղեցիկ արարողությամբ վերածեցին դա ու մենք տեսեք
արդեն 8 տարի անցել է, բայց այդ արարողությունը մենք հիշում ենք, որովհետև ոչ մի ուրիշ տեղ մեզ համար թե չեն պատրաստել փոքրիկ նավակների վրա։ Հիշում ես, չէ՞, Իհարկե հիշում եմ, եւ ես նաեւ հիշեցի, որ ինձ թվում էր, թե մենք այդ նավակով ինչ որ տեղ ենք գնալու, բայց չենք գնում, ուղղակի մենք այդտեղ ենք, նավակի մեջ էինք։ Նստեցինք նավակը, թեյ խմեցինք եւ հետ դուրս եկանք։ Այսինքն, այստեղ շատ կարեւոր է նաեւ մատուցման եղանակը եւ ամեն ինչում հույզերն են առաջնայինը, հա։ Այդ նույն համեղ թեյը կարող են քեզ բերել այսպես տալ ու այդ համը դու չզգաս, որովհետեւ իրականում մարդիկ գնում են էմոցիա եւ ոչ թե կոնկրետ ապրանքը եւ նաեւ թեյի հետ կապված էլ դե սուրճը ինքն իրենով արդեն իր ասելիք ունի, բայց թեյի հետ կապված այնքան հետաքրքիր մատուցմամբ են վաճառում, որ գնում ես հենց այնտեղ կոնկրետ այդ թեյի համար սրտիկներով, ինչ որ, չգիտեմ, ծաղիկներով, անունդ են գրում վաշակի վրա, այդ այնքան հաճելի է, աչք շոյող եւ հոգիդ ջերմացնող։ Դուք երբևէ փորձել եք կաթով թեյ։ Այո։ Եվ հնդկական մասալա թեյը կա, որ ինքը հայտնի է, որ կաթով են խմում, սիրում եմ ես, սիրել եմ, հա, հետաքրքիր է, մենք երևի հայրիս համար մի քիչ տարօրինակ է, կաթը թեյի մեջ է տարօրինակ, հա, եւ իդեպ կաթը սուրճի եւ թեյի մեջ այդպիսի երկրներում շատ մեծ տեղ է զբաղեցնում եւ անգամ երբ որ հյուրանոցում սուրճ ես խնդրում, առաջինը այսպես կաթն են մի անգամ ես մոտիկ վերում, այսպես ոչ, առանց կաթի հայկական սև դառ սրտի Եվ ես հետաքրքիր մի բան եմ ֆիքսել, որ գնում ենք այլ երկրներ ու անկախ մեզնից փնտրում ենք այն մեր ավանդական սև սուրճը, ասում ենք ոնց էստեղ չկա, ու մենք ստիպված պիտի այդ լուծվող սուրճը խմենք ու ծիծաղելին այն է, որ բոլոր թեյերն էլ նույն գույնն ունեն, բայց չգիտես ինչ է կոնկրետ այդ մեր սիրած տարբերակը սև սուրճ, սև կոֆե, սուրճեր չենք ասում, այստեղ շատ կարևոր մի բան, շնորհակալ ենք ձեզ, հետաքրքիր, ես էլ եմ շնորհակալ տեղեկությունների համար։ Ես կարծում եմ, որ դուք էլ հետևեք մեր հորդորին, կսկսեք ինքներդ աճեցնել այդ սուրճը։ Այդքան բարդ բան է, որ այստեղ եղանակային պայմանները չեն թողում, որտեղ տաք եւ խոնավ երկրներում ավելի շատ աճում։ Բայց հիմա ժամանակակից տեխնոլոգիաները այդ պայմանները կարող են ստեղծել փակում։ Ամեն գնալով տականում է արդեն, բայց այստեղ եղան բնական չի, արհեստական պայմաններում են աճեցնում։ Խաղի կանոններն են փոխվել բնության եւ այստեղ շատ կարևոր է հոգատարությունը, մարդկային գործոնը եւս շատ կարևոր, ինչը մենք չենք անում ցավոք Հայաստանում։ Ձեզ շատ շնորհակալ ենք։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հաջողություն ենք մաղթում ձեզ, սիրելի ռադիոլսողներ, դեռ մնում եք մեզ հետ, որովհետև դեռ ժամանակ կա եւ մենք շարունակելու ենք զրուցել թեյի ու մնացած համովությունների մասին, այսպես ասենք, չէ՞։ Այո։ Եվ այսօրվա մեր playlist-ը կազմել է Մարինան, մենք հիմա կփորձենք հասկանալ ինչ ենք լսելու Մարինա։ Հրաշալի կատարում է Արնո Բաբաջանյանի Նոկտյուրնը, բայց ժամանակակից մատուցմամբ Ջորջը Սպիցն է մեր եթերում։
Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սիրելի ռադիոլսողներ, Սուրճ ու սեր առավոտից ձեզ ենք փոխանցում։ Հարգելի ռադիոլսողներ, ես իմ մեկ բաժակ սուրճը դեռ շարունակում եմ բոշխնել, Մարինան գնաց, որպեսզի թարմացնի իր սուրճը, իսկ մինչ Մարինան կվերադառնա, չենք մոռանում, որ այսօր թեյի օրն է, եւ ես հետաքրքիր փորձել եմ ծիծաղելի դեպքեր առանձնացնել Աբոյի հետ միասին, արհեստական բանականության հետ, փորձել ենք հասկանալ, թե թեյի հետ կապված ինչ ծիծաղելի դեպքեր, տարօրինակ դեպքեր են տեղի ունեցել առհասարակ, ասեմ որ մի անգամ 2014-ին բրիտանացի մի խումբ փորձեց սահմանել Գինեսի ռեկորդ, պատրաստելով ամենամեծ բաժակ թեյը։ Նրանք պատրաստեցին հսկայական բաժակ 4000 լիտր թեյով։ Պատկերացնում եք, չէ՞։ Խմբի անդամներից մեկն էլ կատակով ասաց. «Այ, էս է կյանքը, թեյի լիճ լողալու համար, ինչ չէի լսել, որ թեյի մեջ կարելի է լողալ, շոմպայնով, այսպես ասած, լսել էի լոգանք, բայց որ թեյով լոգանք մի տեսակ չէի պատկերացնում, թեպետ կարծում եմ, որ բավականին հանգստացնող հատկություն կա։ Թեյի միջադեպ է նաև տեղի ունեցել թագուհու մոտ, բրիտանական թագուհու հյուրը օտարերկրյա դեսպան, չիմանալով բրիտանական թեյի արքայական արարողակարգը, թեյի բաժակը թափել է ափսեի մեջ ու սկսել այնտեղից խմել։ Աստված իմ, ինչպես թեյի բաժակը թափել է ափսեի, լավ է չի ֆրթացրել, թագուհին ժպտացել ու ասել նույնը, որ հյուրը չնեղանա, բայց այդու արել նույնը, հա, ստիպված նայել է թեյի բաժակից լցրել ափսեի մեջ ու խմել, հուսամ անձայն են խմել։ Ես տարը ժամանակից է, հա, սկսել այդ չեմ կարող ասել, որ հիշում ես, երբ փոքր էինք եւ թեյը տաքեր, լցնում էին ափսեի մեջ, սառեցնում էին, փչում էին եւ նոր ափսե։ Իսկ հիշում ես, ասում էի, «Ոյ, տաք է», ասում էր խառնի, շուտ կսառի ու ծնգլ, հետո ասում էին, որ 1000 ներողություն։ 1000 ներողություն ու հետո հիշում ես, որ ասում էին տատիկներն են մեզ ասում գտալը հանիր թեյի բաժակից նոր թեյը խմիր, որպեսզի աչքդ չմտնի։ Այո, ահա, ճիշտ էին ասում, ճիշտ խորհուրդներ էին մարդիկ տալիս։ Թեյի պարկիկի շփոթության մասին եմ ուզում նաև խոսել, մի երիտասարդ ամերիկացի փորձել է միավորել թեյն ու սուրճը, դնելով մի պարկիկ Earl Grey սրճեփի մեջ ու սեղմելով էսպրեսոյի կոճակը։ Սարքը խցանվել է, թեյը թափվել է ու նոր բառ է առաջացել էսպրեսո։ Espresso, macchiato, espresso։ Մենք գիտենք կարող ենք հաջորդիվ լսել Էստոնիայի Եվրատեսիլի երգը Macchiato espresso։ Լավ։ Վերջում կամ ընթացքում։ Ես հիմա կփորձեմ գտնել այդ երգը, այդ ընթացքում մենք ունենք մեկնաբանություններ։ Խնդրեմ։ Մարդոյանն է գրել, բարև ձեզ, փորձեք պատրաստել լեմոն, թարմ անանուխի տերևներ եւ կոճապղպեղ միասին շատ համեղ կլինի հուրմունքով։ Եվ Արմեն Գրիգորյան, բարև հարգելիներս, թեյը ունիվերսալ ըմպելիք է, թե խմում են երբ հիվանդ են, երբ ցավում է կոկորդը, տխուր են, շոկ է կամ ցուրտ, նույնիսկ երբ ուտելու բան չկա։ Կարելի է նույնիսկ աշխատավայրում թեյի անվան տակ վիսկի խմել, դրանք նույն գույնն ունեն, իսկ սուրճը հարևանին խաբելու միջոց է։ Ճիշտ է, որպեսզի այդ իզուր չէինք ասում այդ ջերմ զրույցները, որ տեղի են ունենում առհասարակ։ Այո, սիրելի ռադիոլսողներ, ես էլ մի անգամ սրճեփով փորձել եմ թեյ պատրաստել ու այնպես էր ստացվել, որ շաքարավազի փոխարեն խառնել է եւ աղ է լցրել, դե պատկերացրեք ինչ պայթյուններ տեղի ունեցան, իդեպ դա տեղի էր ունեցել աշխատավայրում։ Ահա։ Այնպես որ լսենք, կարծես թե բերման ենթարկեցինք էսպրեսո մակիատո երգը Էստոնիայի, այնուհետև կշարունակենք մեր եթերը, բարձր տրամադրություն։ Espresso macchiato, por favore. Espresso macchiato corneo. Mi amore, espresso macchiato, por favore. Espresso macchiato. Ciao bella, I'm Tommaso, addicted to tobacco. Me like me coffee, very importante.
No time to talk scusi. My days are very busy, and I just own this little ristorante. Life may give you lemons when dancing with the demons. No stress, no need to be depresso. Mi amore, espresso macchiato, por favore, espresso macchiato corneo. Mi amore, espresso macchiato, por favore, espresso macchiato. Me like to fly privati with 24 carati. Also mi casa very grandioso. Mi money numeroso. I work around the clock. That's why I'm sweating like a mafioso. Life is like spaghetti. It's hard until you make it. No stresso. It's gonna be espresso. Mi amore, espresso macchiato, por favore, espresso macchiato. Espresso macchiato. Espresso macchiato. Այո, espresso. Հա, ստրես պետք չի տանել, եթե սուրճ չկա նույնիսկ, եթե այդպես է, բայց դե ոնց կարող ես, եթե կախման մեջ ես սուրճից։ Ինչև է սիրելի ռադիո լսողներ, վերջին րոպեներն են մեր եթերի։ Ինչև է, եկեք ոչ մի բանից կախում առհասարակ չունենանք, հա, ապրենք մեր երջանիկ կյանքը։ Կախում չունենանք նաև ճամփորդություններից։ Դա մի քիչ դժվար է, բայց ճամփորդությունները գոնե օգտակար են, հաճելի են եւ եթե անգամ չարաշահում ես, քեզ շատ ավելի լավ տարբերակներ։ Միայն դրամապանակիտ է կպնում, բայց չմոռանանք, որ հաճելի հիշողություններն են մնում, փողելի կաշխատես եւ ունենք զանգ, լսենք մեր ռադիո լսողին, բարի լույս։ Հեռացեք ռադիո ընդունիչից կամ ձայնը իջեցրեք ռադիոյի եւ լսեք մեզ միայն հեռախոսով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն, Սարգիս։ Այո, ինչպես ես, Սարգիս։ Շինե ջան, Մարինա ջան, մի բան կուզեի ձեզ ասել։ Ասեք։ Ես չեմ, ասենք, հիշում հիմի։ Ասենք, որ երկիրն է եղել, որ այդ ժամանակը լայն տարածում ա ունեցել, որ մանրադրամի տեղը սուրճն են տվել։ Օհո, չեմ հիշում այդ։ Ես դա ռադիոյով եմ լսել, հենց անձամբ դրա համար են ասում։ Ուղղակի կարելի է արհեստական բանականության միջոցով։ Հիմա ճշտում են։ Եթե ես հաստատ ռադիոյով լսել եմ, որ սուրճը ժամանակ մեծ տարածում ունեցել։ Հաստորեն այդքան թանկ է եղել այն ժամանակ, որ մանրադրամի փոխարեն սուրճ են։ Այնտեղ սուրճի ժամանակին եղել են հատուկ սրճարաններ, թե շնորհակալություն, հետաքրքիր ասում է շատ զվարճալի եւ իրոք իրական պատմություն է եղել կապված սուրճի փոխարեն մանրադրամ ստանալու հետ Սերբիայում է եղել փաստորեն կամ երբեմն պատմությունը վերագրվում է նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինային որոշ սրճարաններում հաճախորդները մանրադրամի փոխարեն ստացել են փոքր բաժակ սուրճ այդ երևույթը երբեմն անվանում են նաեւ սպասման սուրճ Ես իմ սերբերենի ուսուցչուհուն կհարցնեմ, արդյոք ճիշտ է նման բան կա, թե ոչ։ Ճշտիր խնդրում եմ, իսկ ինչ վերաբերում է չվերթներին, ապա ասենք, որ կրկին, որքան էլ զարմանալի է, բայց մենք ունենք վաղար ժամանում Հռոմից 12:05-ի փոխարեն ինքնաթիռը կժամանի 11:46-ին, մնացած ժամանումները կարծես թե ժամանակին են, իսկ մեկնումների հետ կապված այստեղ ամեն ինչ ժամանակին է, ուշացում չկա ամենակարևորը Սա էլ իմացանք, այնպես որ կարևոր ևս մեկ տեղեկություն։ Եկողներին բարի գալուստ, մեկնողներին բարի թռիչք եւ փափուկ վայրեջք, ինչպես ասում։ Լավ հիշողություններ, սա ամենակարևորն է, ես կարծում եմ։ Այո, եւ շատ կարևոր է նաեւ անդրադառնալ
սպորտին, որովհետև եթերաժամի այս հատվածում մենք ձեզ սպորտային նորություններն ենք հայտնում։ Իսպանացի կիսապաշտպան նախորդ տարվա ոսկե գնդակի դափնեկիր Ռոդրին ծնկի խաչաձև կապանների պատրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է Մանչեսթեր Սիթիի հայտացուցակում։ Մենք գիտենք, թե որքան բարդ է, երբ խաչաձև կապանները կտրվում են, հետո վիրահատական միջամտություն։ Դա սարսափելի է, ես կասեի։ Եվ ժամանակ է պետք վերականգնվելու համար, եւ որքան էլ որ բժիշկներն ասում են 1 ամսից վազելու ես, այդպես չի իրականում, մի քիչ ավելի երկար է տևում։ Հա, էլի։ Ֆուտբոլիստը հնարավորություն ունի խաղադաշտ դուրս գալ Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի Բորնմութի դեմ խաղում։ Նա հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին։ Հիշեցնենք, որ Ռոդրին վնասվածք էր ստացել 2024 թվականի սեպտեմբերին Արսենալի հետ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում։ Ահա սա Ռոդրիի մասին եւ տեսնենք էլ ինչ շնորհություն ունենք, ահա Ռեալի նախկին ֆուտբոլիստը կավարտի կարիերան։ Հետաքրքիր էր վերնագիրը։ Խոսե Կալիեխոնի մասին է, ով շուտով կավարտի կարիերան եւ այս մասին հաղորդվել է ակումբի պաշտոնական կայքում։ Ֆուտբոլիստը Մադրիդի Ռեալի սան է։ Նա նաեւ խաղացել է մադրիդյան ակումբի հիմնական թիմում։ Բացի այդ, նա խաղացել է Էսպանյոլի, Նապոլի, Ֆիորենտինայի, Գրանադայի եւ Իսպանիայի ազգային հավաքականի կազմերում։ Կարիերայի ընթացքում մասնակցել է 737 խաղի, խփել 152 գոլ եւ կատարել 125 գոլային փոխանցում։ Արքայական ակումբի կազմում հարձակվողը դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ նաեւ նվաճել երկրի սուպեր գավաթը։ Նեապոլիտանցիների հետ ֆուտբոլիստը 2 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը եւ 1 անգամ Իտալիայի սուպեր գավաթը հարձակվողը Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 5 խաղ։ Ահա, վերջին թարմ նորությունները նաև սպորտի հետ կապված իմացանք։ Ասա նեապոլիտանական պիցա։ Նեապոլիտանական պիցա։ Նեապոլիտանական եւ ես հիշեցի մեր վերջին, այսպես ասած, շատ վարքյանական որոշումը Նեապոլում հայտնվելու, հետո մի տեսակ լարվելու, հայտնվելու նավում, շատ վարքյանական, այդպիսի բաներ արեք իմիջայլոց, դա գեղեցկացնում ու ավելի ջերմացնում է ձեր ճամփորդությունը։ Մենք նստեցինք նավ Նեապոլից ու չգիտեինք ուր ենք գնում, ընթացքություն կազմակերպիչներին, կազմակերպիչը Մարինան, ասեմ արագացրեք ուշանում ենք նավը սպասում է, ուր ենք գնում, չգիտեմ, եւ հասանք գեղեցիկ Պրոշիտա կղզի։ Իրականում շատ գեղեցիկ կղզի բացահայտեցինք, շնորհակալություն քեզ դրա համար, քարտեզները թող ամեն օր լինեն եւ այո, թող քարտեզները մեզ տանեն միայն ջերմ ուղևորությունների, իզուր չէր որ քարտեզի մասն եմ խոսում, որովհետեւ ես առաջարկում եմ լսել Քամի Ֆրենցի Իվետ Ամուկուչյանի կատարմամբ քարտեզ երգը, սրանով էլ կեզրափակենք այսօրվա մեր ծրից քարտեզ լալալայ մաղթում ենք օրվա լավ շարունակություն, բարձր տրամադրություն, մենք կհանդիպենք, ձեզ կողջունենք, անակնկալները առջևում են սիրելի ռադիոլսողներ, այսօր եթերում ձեզ համար աշխատեց իմ շատ ելի հմայիչ գործընկեր Մարինա Գրեգը եւ անփոխարինելի Լուսինե Մուրադյանը։ Մնացեք հանրայինի հետ։ Ընտրում ես աղջիկ, ով իլիկ կմանի, ես գիտեմ, որ նա ինձ պետք է հանկանի, մի համբույր կտար, դեպի վեկը հանի, քո աչքերը սերսել մեծ մարալի, սիրտը տամուրակարից ու չունի բանալի, շուրթերը քո տակ հյութալի, ինձ գերել են տարել դեպի բալի, անհասանելի, դու անտանելի, չգիտեմ ինչու, քեզ ուզում եմ էլի, վիճակում եմ ես անելանելի, մոտենամ քեզ ու ասեմ էլի, բայց կգամ սրտիդ այս, դու կրակ ես լեսից կաս, կոնան մինիս գիրքը այս, կրակ տան դու բարին այս, ամենա լավ ես մեկ է, իմն ես, աստղերից կողանանք արդես, իմանամ քո տեղը, մոտենամ անունդ ասես, ինձ գերել են քո աչքերը, աստղերից կողանանք արդես, իմանամ քո տեղը, մոտենամ անունդ ասես, ինձ այրել են քո աչքերը։ Կատակում ես դու ասելով գնա ու կտա վերջապես մի տղա ես կարծես հասկացամ որ անգույներ աշխարհն առանց քեզ անում եմ կապրիզ դա քեզ դուր ակալես մեկ-մեկ իսկ օգտում ես բայց